Մենք collable-ներ 10 կամ collable-ների հետ կապված 10 անցել ենք, հիմա վերցանենք այսպիսի մի վերնագիր, որի անունն է մասնակի կիրառում։ Պայմանավորվել է collable կանչն է, քանի որ մեզ մոտ քվանտային ծրագրավորման ժամանակ ֆունկցիաները եւ օպերացիաները երկուսն էլ մեթոդի նման կանչվող են, իրենց պարամետրով, return արժեքով եւ այլն, իրանց անունը collable է դրված, հարգանք մատուցենք այդպիսի իրականությանը կամ այդպիսի սահմանմանը։ Collable-ների, այսինքն օպերացիաների եւ ֆունկցիաների այս նրա մասին է խոսքը, մասնակի կիրառում, ինչ է նշանակում մասնակի կիրառում, ինչա կեսը գրենք, կեսը կարդանք, չէ, ֆունկցիայի կեսը կատարենք, էլի չէ, բա ինչ, մասնակին միայն եւ միայն նրա պարամետր արգումենտ հարաբերությանն է, պարամետր արգումենտ խառնված տերմինների խումբ է, ընդհանրապես երբ որ նկարագրում եք դառնում է պարամետր եւ call եք անում ինչ որ բան եք ուղարկում դառնում է արգումենտ, բայց եւ այնպես, եթե խառնենք դա մեզ չի խանգարում։ Ինչևից է, ուրեմն մենք օգտագործենք ֆունկցիաների օպերացիաներում արգումենտներ կուղարկենք, որտեղ նկարագրված է պարամետրով, եւ կասենք այդ ուղարկածներից եթե դու 3 պարամետր ես ուզում, գուցե ես քիչը քեզ ուղարկեմ, 1 ուղարկեմ, 2 ուղարկեմ, ավելի քիչ համակարգ ուղարկեմ։ Ըստ եթե մենք մեր հին անցյալով հիշենք, ասենք ֆունկցիա C#-ի տեսակետից, ծրակետով բաժանված էր, ստեղ integer-ա ենթադրենք, ստեղ bool, պարամետրեր են սրանք։ Երբ որ callable ենք անում C#-ի մասին է խոսքը, ստեղ գրում ենք 5, ստեղ true, ենթադրենք։ Ինչ էր կատարում, 5-ը դնում է այս փոփոխանականի տակ, true-ն դնում է այս փոփոխականի տակ։ Հիմա ստեղ եթե շատ կան, ասենք bool-ից բացի կա string եւ այլն, class, ես գուցե մի որոշ մարդկանց չկանչեմ, C#-ում այդպիսի բան կա, այդ տեխնոլոգիան մեր կլասիկ ծրագրավորման ժամանակ անցել ենք named արգումենտներ են կոչվում կամ optional պարամետրեր։ Այդպիսի բան կա, մեկը 2 կետով էր որոշում, մեկը վերագրումով։ Այսինքն ստացվում էր, որ ես վերագրելով տեղում, ստեղ, C# դասենք հիմա անում, ենթադրենք a օբյեկտ է, այստեղ կամ string s-ա, ես այս s-ին տեղում վերագրում եմ ենթադրենք abc, այսա ուրեմն նշանակում է named կամ optional տեսակետից ենք մենք նայում, մենք ուղարկում ենք 2 հատ պարամետր, 4 հատ պարամետր պարունակողը եթե այս վերագրման օպերատորը կա, այս վերաբրման օպերատորը այստեղ նշած է, արդեն տեղում բան է տված, ապա մենք դա թույլատրել է, ուրեմն C#.net-ի կամ այլ լեզուներում նույնպես փոփոխվող պարամետր չասենք, ասենք որ named կամ optional պարամետրերը, այսինքն չի բռնում քանակը, կարող է աշխատել, որտեղ տեղում մենք արդեն ֆունկցիայի մեջ տվել ենք։ Այդպիսի բան կա C#-ում իրան կոչում են մասնակի կիրառում անունը ստացած, partial application անգլերեն իր ձևակերպումով, եւ այս ֆունկցիան կամ օպերացիան կանչելով մենք ուղարկում ենք, կարող ենք ոչ բոլորը ուղարկել, բայց մի հատ կարևոր հրաման է պետք ուսումնասիրել, այստեղ գիծն է, discard C#-ում էլ կա ու մեզ մոտ էլ կա, discard նշանակում է հերքել, անտեսել, կարճ ասած բանի տեղ չդնել, գծիկով, ուրեմն եթե մենք որևէ տեղ discard կկատարենք, ուրեմն մենք կարող ենք ասել, որ բանի տեղ չենք դնում, իրան արհամարհում ենք, վերջ իր արժեքը թող իր մոտ ինքը ինչ ստացել է վերցնի, մենք իրան այդ տեխնոլոգիայով ենք աշխատացնում։ Ինչևից է, մեզ մոտ callable-ները մասնակի կիրառում ունեն, կիրառման օպերատորը դա գիծ օպերատորն է կամ գիծ symbol-ն է, եւ թույլ է տալիս տարբեր ֆունկցիաներ աշխատացնել տարբեր նույն ֆունկցիան ներողություն տարբեր աշխատացնել տարբեր calling-ներով, տարբեր արգումենտային calling-ներով։ Հիմա շատ գեղեցիկ ձևով օրինակը նկարագրված է, չեմ ուզում ես կարդագրիմ ժիրմանուկի հետևից ընկնեմ։ Ուղղակի մենք փորձենք օրինակների տեսակետից իր հետ խոսել։ Դրա համար մենք անպայման արագ մենք գնանք մեր Visual Studio-ն կանչենք, ծրագիրը այս copy paste անենք այստեղ եւ Ctrl F-ինք
Հիմա մենք հետևենք մեր ծրագրին, ինչա կատարում։ Եկա պատասխանը 20, ինքը առաջնային ինչա, այնքան որ արտաբերվեց, որ աշխատում է։ Սովորական ծրագրի արագ բացատրությունը գնաց, ֆունկցիա կա, օպերացիա կա, entry point-ը operation-ով գնում է, ոչինչ չի վերադարձնում, բայց մենք այսպիսի արդեն հրամաններ անցել ենք, չեմ ուզում ասել, որ ասենք ֆունկցիան կարող է նաև վերագրվել արժեքին, հետաքրքիր է, այդպիսի բան անցել ենք, այս ֆունկցիան discard-ով, այսինքն արհամարել, բանի տեղ չդնել, կարծած այդպիսի ինֆորմացիա չփոխանցել առաջի պարամետրին, այսինքն այս integer-ին ոչինչ չի փոխանցում այդ պարամետրին, միայն ենթադրենք փոխանցում է 2, ինչ է ստացվում, որ երկրորդ պարամետրը այս integer-ը factor-ին 2 է գալիս, number-ը բազմապատկում է 2, հիմա այստեղ գրած է 2-ը արդեն փոխանցվում է, 2 էշճանային է, 2 հրամանը, մի հրամանը միջնորդ վերագրումով մենք ասել ենք ֆունկցիան կարող ենք վերագրել, տվյալ սարքել կամ տվյալ ստեղծել, տվյալա նմանացնել, այդպիսի տեխնոլոգիա մեծ փրկության է գալի, 2 հրամանով մի calling է ստացվում, առաջի հրամանով 2-ը տրված, որ ես գնամ այս factor-ի տակ կմտնեմ, բազմապատկման քանակը, discard, էսի հետագայում դու ինչ ուզում ես ուղարկի, այս ստացվում է, որ ես հետագայում twice եմ անում, որը փոխարինում է այս multi-ին, 10 եմ ուղարկում, բայց մեկը որ discard է, 10 կգնա առաջինի տեղը կնստի, և 20 արտադրյալը մենք ստացանք, խնդրեմ, սա 20, հա, և գեղեցիկ օրինակներից մեկը։ Մյուս օրինակը, մենք ենթադրենք ուզում ենք քվանտային աշխարհ մտնել, GPT-ից է վերցրած այս օրինակը, ուրախ եմ, որ կարողանում է ինձ օգնել, և ենթադրենք, ես ուզում եմ անընդհատ փոխել, ենթադրենք, պին տված է rotation-ը փոխել, անկյունը փոխել, բայց նույն պի-ի համար ես ինչ անընդհատ պին ուղարկեմ։ Պատասխանը հետևյալն է, որ այո, այդպիսի խնդիր մենք կարող ենք ներկայացնել, խնդրեմ, նորն ալրիվ, Ctrl F-ինք, գնանք նայենք, ինչ է կատարվում այստեղ, ունեմ operation, rotate, այստեղ ֆունկցիա չի նույնիսկ, ոչինչ, կարելի է նաև այդ ձևով, ահա, ես մի հատ հանեմ նորից կանչեմ, որովհետև չգիտես ինչի երկրորդ կանչը 1-1 ուզում, ինքը աշխատեց, իսկի ոչինչ չեմ է ցուցադրել, ինչու համար, այստեղ կարևորը մեկնաբանությունն է տեղում, հետևյալ մեկնաբանությունը մենք կարող ենք տալ, ենթադրենք ես ուզում եմ շրջել անկյունը, բայց պին նույնը թողնել, ենթադրաբար, ինչ եմ անում, ես էլի միջնորդ տեխնոլոգիայով, այսինքն ֆունկցիան վերագրում ենք, դարձնում ենք փոփոխական, let-ով իրեն ստանում ենք, սա return չի, սա ֆունկցիա է դառնում, rotate x-ը դարձավ նոր operation, սա հետաքրքիր լավ անցում է, discard արած 2-ը, այսինքն qubit-ն է discard արած, և discard արած ենթադրենք անկյունը, որը որ կարճ ասած մենք discard ենք անում կուղարկենք, axis-ը, այսինքն շրջելը կամ անկյունը ցույց տալու համար մենք թիվ մուտք կանենք, ահա եթե ես ուղարկում եմ իրան պին բաժանած այսպիսի անկյուն, S1 և երկրորդը 90 աշճանի դեպքում մի ձևով կաշխատի, ասենք սովորական rotate-ի դեպքում մի ձևով աշխատի, մի ձևով ես տալիս եմ Pauli X և տալիս եմ մի discard-ով, մյուս ձևով ես տվեցի ուրեմն ու 90 մենակ Q-ն եմ ուղարկում, այսինքն ես այստեղից ուղարկում եմ միայն Q-ն, այսինքն միայն qubit-ը, այս տարբերակում ես ուղարկում եմ միայն և միայն անկյունը, ահա ստացվեց, որ մեր operation rotate-ը discard-ների շնորհիվ մասնակի կանչման տեխնոլոգիայով թույլատրվում է որոշ արգումենտներ մանիպուլյացիա անել, չուղարկել, ֆիքսված թողնել աչ երկու պարամետրերը, այսինքն qubit-ը և double-ը, անկյունը,
Եվ ինչն ենք մենք այստեղ ուղարկում, rotate x-ը, x առանցքի շուրջը, իր պատտման անկյունը, որը π-ին բաժանած 2-0 եւ այլն, այս կարգի է։ Այսինքն ես այս երկուսը, որը որ ֆիքսված եմ թողնում, իրեն ուղարկում են, ուրեմն այս պարագայում, ուրեմն sense ենք վերցնում, Pauli x-ը մեզ մոտ նշված է, որ մասնակի կիրառման օպերացիան առանց աքսիս արգումենտի, այսինքն ստացվում է, որ մեզ մոտ աքսիս արգումենտը գոյություն չունի։ Եվ որպեսզի այդ աքսիս արգումենտը ես ուղարկեմ, ես rotate x-ին տալիս եմ IP, ես իրավունք ունեմ նաև qubit-ը ուղարկել, ոչ մի խնդիր, այս qubit-ը ես կարող եմ ուղարկել, այսինքն ստացվում է, որ մեզ մոտ ուրեմն P-ով այս երկուսը կդրվի այս երկուսի տեղը, իսկ Pauli x-ը արդեն դրված է։ Ուրեմն անկյունը Pauli x շեղումը տրված է, այս երկուսը ֆիքսված է, այս ֆիքսվածը գալիս է, ավելի ճիշտ Pauli x-ն է ֆիքսված, այսինքն Pauli x կիրառել տվյալ qubit-ի տվյալ պատտման մեջ, Pauli x կիրառել մի այլ qubit-ի մի այլ բանի նկատմամբ։ Նույն օրինակը ենթադրենք 90 աշճանի հետ է կապված։ Եթե ես գրում եմ 90 աշճան եւ այս մեկն եմ վերցնում, ապա ես ինչ եմ կատարում։ Միայն qubit-ն եմ ուղարկելու այս դիսկ քարտի տեղը։ Pauli x-ն էլ է ֆիքսված եւ double-ում նշված angle-ն էլ է այս տեղում ֆիքսված։ Այսպիսով ստացվեց որ callable մասնակի callable-ները, մասնակի կիրառման callable-ները առաջինը նման են C#-ի named argument operation պարամետրերին եւ թույլ է տալիս տարբեր կոմբինացիաներ կատարել արգումենտների եւ պարամետրերի միջև նույն քանակով արգումենտ չուղարկելու տեխնոլոգիայով։